Քանի որ Հայաստանի Հանրապետությունում լուծվել են բոլոր հնարավոր ու անհնար խնդիրները, բանը Ռուսաստանի հետ հարաբերությունները հարթվել են, գազի այլընտրանք ունենք, Իսպանիա հասած ծիրանը չի փչացել, անվտանգային բոլոր խնդիրները լուծված են, բանակը մարտունակության պիկին է, Արցախը մերն է ու անկախ, մնացել է լուծել մեր արդար դատավորների գնահատման հարցը, չէ՞ որ դա կարող է ստվեր գցել ժողովրդավարության սուրբ կանոնի վրա։ Իշխանությունը որոշել է գործածությունից հանել դատավորների գնահատման համակարգը։ Բացատրեմ ինչ է դա, որ ասածս չինարեն չհնչի։ Կա մի համակարգ, որտեղ փաստաբանները, որոնք իդեպ անկախ են ու չունեն որևէ կաշկանդվածություն, այսինքն պետական համակարգի ծառայողներ չեն, կարող էին մտնել ու գնահատել այս կամ այն դատավորի աշխատանքը, ու այդպիսով ձևավորվում էր նաև դատավորների ռեյտինգը հենց մասնագիտական համայնքում ու մասնագիտական համայնքի կողմից։ Կարդում ենք հիմնավորումը, իբրև թե սա արվում է դատավորների անկախությունը բարձրացնելու համար, քանի որ կարող են անհիմն բարձր կամ անհիմն ցածր գնահատականներ լինել, պլյուս դրան արդար չէ, որ գնահատման համակարգին ներգրավված չեն մյուս իրավական կառույցները, դատախազները, քննիչները եւ այլն։ Այսինքն, անկախ փաստաբանները իշխանությունը դնում է պետական պաշտոնյայի հետ նույն հարթակում, նույն հարթության վրա։ Այսինքն, պետական պաշտոնյան պետք է գնահատի մեկ այլ պետական պաշտոնյայի աշխատանքը, բայց այս էլ հեչ։ Ամեն ինչ ավելի գունավոր է դառնում, երբ նայում ենք այդ նույն համակարգում դատավորների ռեյտինգին։ Բանից պարզվում է, որ ամենացածր ռեյտինգ ունեցողների շարքում է դատավոր Ֆարխոյանը, որը հայտնի է իր իշխանահաճող որոշումներով ու ամենաաղմկահարույց քաղաքական դատական գործերով։ Ավելին, ցածր ռեյտինգ ունեցողների շարքում են նաև սահմանադրական դատարանի դատավորներ Արտակ Զեյնալյանն ու Սեդա Սաֆարյանը։ Հատկապես Սեդա Սաֆարյանն իր ուրույն դերն ունեցավ ընտրախախտումները պարտակելու ու ընտրությունները լեգիտիմ ճանաչելու գործում։ Ու այս պատկերից հետո պարզ է դառնում, որ իշխանությունն ընդամենը ցանկանում է պարզաջրել իրեն հավատարիմ ու հարմար դատավորներին, որպեսզի նրանց ռեյտինգն այլևս չդառնա հանրության սեփականություն ու նաև խոչընդոտ։ Իսկ սա նշանակում է, որ առջևում նոր ու ավելի աղմկահարույց ու ամենակարևորը պատվերով դատավարություններ են սպասվում։ Դրան էլ գումարած թիմ ընտրություններն են մոտենում։ Ուրախ դատեր։